Կտեսնեք մայիսի 28-ին դուք կտեսնեք D30 հրետանին։ Նախկինում ուզում եմ ասել, պատկերացրիք, չէ, ինչ որ մենք ունեցել ենք, ոչ միայն օգտագործված է եղել, այլև պիտանելիության եզրին գտնվող զենքեր են եղել։ Ну, ուտիլ չէ, բայց դա կոչվում է նիկանդիցիոննի կամ գրեթե նիկանդիցիոննի։ Այսինքն մենք այդ զենքերի մեծ մասին նույնիսկ փող չենք տվել, որովհետև մեծ հաշվով դրանք փող ըստ էության չարժեին էլ։ Հիմա դուք ինչ որ կտեսնեք մայիսի 28-ին, մեր D30-ները գործարանային արտադրության են, D30-ը, բայց մենակ վիզուալ կնայեք D30 հրետանուն եւ այն նոր հրետանային միջոցները, որոնք մենք ձեզ մենակ չափերով։ Այսինքն էնելա պուշկա, էնելա պուշկա։ Բայց մենակ չափերով կնայեք, թե նախկինում ինչ չափ ունեցե մեր հրետանային թիվ 1 միջոցը, այսօր ինչ չափ ունի մեր հրետանային թիվ 1, թիվ 2, թիվ 3 միջոցները։ Դրանք սարերի ու ձորերի տարբերություններ են։ Եվ հետևաբար, ես միջև հիմա չեմ հակադարձել այդ մեղադրանքին, բայց ես էլի ասում եմ, նրանք երբ որ ասում են, իրանք բանակ են ժառանգել, այդ երբ որ մենք ասում ենք կանսերվի կոկոշները մենակ դիրքերից կախված կանսերվի կոկոշները չեն եղել, այլ նաև մեր ունեցած զենք զինամթերքի 60%-ը հենց կանսերվի կոկոշի կարգավիճակ է ունեցել, այ մենք տենց բանակ ենք ժառանգել եւ այդ բանակի ավերակների վրա նույնիսկ նոր բանակ կառուցել հնարավոր չէր, մենք այդ բանակի այդ ավերակները մաքրել ենք տարածքը բանակի ավերակներից եւ այսօր մենք ունենք ժամանակակից գերժամանակակից պարազինության բանակ եւ դուք դա սեփական աչքերով եք տեսնելու։ Բաժանորդագրվեք Արմպուլսեյմի սոցիալական ցանցերում։